Ողջույն, եթե կարծում եք, թե այսօր սովորական ձանձրալի փետրվարյան օր է, չարաչար սխալվում եք։ Մինչ դուք ձեր սուրճն եք խմում, ես առանձնացրել եմ այն ամենը, ինչը փետրվարի 6-ը դարձնում է պատմության ամենատարօրինակ ու հզոր օրերից մեկը։ Սկսենք տնից։ 1921 թվականի հենց այս օրերին Հայաստանում օդը բառացիորեն շիկացած էր։ Բոլշևիկյան բանտերում տանջվող հայ գործիչների նկատմամբ ճնշումները հասան իրենց գագաթնակետին։ Սա այն օրն էր, երբ համբերության բաժակը լցվեց, ինչը հանգեցրեց փետրվարյան հզոր ապստամբությանը։ Պատմություն, որը մեզ հիշեցնում է, ազատատենչ ոգին կոտրել անհնար է։ Եղիզաբեթ II 1952 թվականի հենց այս օրը բրիտանական գահ բարձրացավ։ Հոր Գևորգ 6-րդի մահվան պահին նա Քենիայում էր, ծառի վրա կառուցած հյուրանոցում։ Այստեղից էլ նրա մասին թևավոր արտահայտությունը։ Ծառ բարձրացավ որպես արքայադուստր, իջավ թագուհի։ Նա պատմության մեջ ամենաերկարատև գահակալած միապետերից է։ Նրա դարաշրջանը տևեց ավելի քան 70 տարի։ Իսկ մինչ այդ 1895 թվականին հենց այս օրը ծնվեց մեկը, որը փոխեց սպորտի մասին պատկերացումները՝ Բեյբ Ռութը։ Մարդ լեգենդ, որը բեյսբոլը դարձրեց կրոն, իսկ իրեն աշխարհի առաջին իսկական գերաստղերից մեկը։ Ցավոք փետրվարի 6-ը նաև սև տառերով է գրված ֆուտբոլի պատմության մեջ՝ Մյունխենյան ավիաաղետը։ Մանչեսթեր Յունայթեդի երիտասարդ ու տաղանդավոր թիմը կործանվեց թռիչքուղու վրա, բայց սա միայն մահվան մասին չէ, այլև վերածննդի։ Ակումբը կարողացավ մոխիրներից բարձրանալ ու դառնալ այն հսկան, որին այսօր երկրպագում են միլիոններ։ Եվ վերջում մի փոքրիկ ժպիտ։ Ինչ կանեիք դուք, եթե հայտնվեիք լուսնի վրա։ Գեյզերագնաց Ալան Շեփարդը 1971-ի այս օրը որոշեց գոլֆ խաղալ։ Ցածր ձգողականության շնորհիվ նրա հարվածած գնդակները թռան մղոններով։ Ահա այսպիսին էր փետրվարի 6-ը՝ ապստամբության շնչով, թագավորական շքեղությամբ, սպորտային դրամաներով ու լուսնային արկածներով։